Տենց։ Վիսնա Գեղապաշտպան կենտրոնի նախագահն է, միջազգային Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոքր նախագահն է, 7 տարով ձերբակալված է, 7 տարով ինքը ձերբակալված է եւ իրան սպասում է 7 տարի ազատազրկում։ Այո, այն մեղադրանքը, որ առաջադրվել է, չի համապատասխանում ուժին, այդ որ իրան ներկայացրել է։ Բելարուսիայի եւ աշխարհում շատ հայտնի Գեղապաշտպան է, շատ հայտնի։ Եվ Վիսնա ցենտրը շատ մեծ գործ արել մարդու իրավունքների պաշտպանության համար Բելարուսիայում, շատ մեծ գործ արել։ Պարոն Դանիելյան, ես գիտեմ, որ այժմ տարբեր երկրներում նմանատիպ հենց այսպիսի ցույց է իրականանում, որպեսզի հասնել նրա ազատությանը։ Ես կցանկանայի իմանալ ձեր կարծիքը այսօր, արդյոք սա այն ձևաչափն է, որի միջոցով կարող եք հասնել նրա ազատությանը։ Մենք իրավապաշտպաններս փորձում ենք ոչ ուժային մեթոդներով գործել, ցույցերով եւ այն միայն հաղախ ակցիաներով։ Այս պլակատի վրա գրված լոզունգը 68 թվականին գրվել է այն մարդկանց կողմից, որոնք 68 թվականին հերել են Կարմիր հրապարակ, երբ ռուսական զորքերը մտել են Չեխիա։ Դες ոչ մի բան չի փոխվել եւ մեր գործողությունների նույնասիլնի բանը ֆորմատով է։ Եթե Աստված մի արածցե այսպիսի խաղաղ ցույցերը իրենց արդյունքը չտան, ապա ինչպես եք պատրաստվում հասնել նրա ազատությանը, ինչ որ ուրիշ բաներ ծրագրի կա։ Դե նախ այսօր 900 հոգու ստորագրությունով Ալես Բելյացկու համար ստորագրվել է փաստաթուղթ, որը վերցվում է Ալես Բելյացկու բանա, ոնց են ասում, նապարուկի ոստից։ Ապա միջոցը փոխել եւ այլ ընտրանքային միջոցը փոխել եւ մենք 900 հոգի այն թվում նաեւ ես պատրաստել ենք Ալես Բելյացկու բան տալ, որ մենք պատրաստ ենք իր տեղը երաշխավորել ներկայանա եւ չի խուսափի բաներից քննությունից։ Հայաստանից 900 հոգի։ Չէ, ընդհանրապես աշխարհում 900 հոգի։ Հայաստանից դեմ ես ինչ գիտեմ, մյուսներին չգիտեմ։ Հասկանալի է։ Այստեղ էականը աշխարհագրությունն է։ Ոչ թե, հա։ Այստեղ խնդիրը քանակը չի, բնականաբար քանակ կարել էր ավելի մեծ քանակ ապահովել։ Ալես Բելյացկուն նստելու դեպքում աշխարհագրությունն է բազմազանությունն է, իրավապաշտպանների սոլիդարություն։ Այդ դեպքում սոլիդարության նաև ակցիա է։ Բոլոր երկրներում որտեղ միամոմենտ կամ այսօր իրականացվելու է այդ բողոքի ակցիան, այդ որոշակի լոզունգներով դա սոլիդարության դրսևորում իրավապաշտպանները միմյանց աջակցում են եւ իրենց եւ սատարեն կանոնում Բելյացկուն։ Չանցավ մեկ շաբաթ միջազգային Amnesty International ճանաչեց Բելյացկուն ինչպես խղճի գերի։ Դեսպանատնից որևէ արձագանք եղել է ձեր այս։ Մենք պետք է ժամը 21-ից կանել ենք եւ հիմա փոխանցել ենք իրանց հաստատում, մենք սպասում ենք մինչեւ էլի մարտի գաների գալու են միանալ ակցիան ստորագրել եւ մենք ուղարկելու ենք դեսպանատին։ Ես ներկայացրի թե ես ով եմ, թե ես ինչ եմ ներկայացնում, այդ թուղթը ում կողմից է կազմված եղել եւ դա մենք եւ փոխանցեցի ուրիշ կոնկրետ պատասխանի համար Բելարուսի դեսպանատան աչքի հարտուղարը ձեր կարծիքով կարա ինչ բան Ալես Բելյացկուն զատելու վերաբերյալ չէ, բայց ընդհանրական ինքը լսեց, ասեց շնորհակալություն ու վերցրեց այդքան։